Ինչպես գիտեք, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից լուրջ ուշադրություն է դարձվում նախարարության կողմից թույլտվությամբ քաղաքացիներին ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ինչպես նաև մատուցվող պատշաճ ծառայությունների մատուցման պատշաճության ապահովմանը։ 2025 թվականի ընթացքում մենք լուրջ ուշադրություն կենտրոնացրեցինք նախարարության կողմից տրված լիցենզիաներով գործող երկու գործունեության տեսակների վրա։ Դրանցից առաջինը տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեությունն էր։ Իսկ երկրորդը գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության տեսակը։ Ուրեմն գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությունը, ինչպես գիտեք, քաղաքացիների կյանքի առողջությանը վերաբերող գործունեություն է, որի ոչ պատշաճ իրականացումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ Ուսումնասիրությունների արդյունքում մեր կողմից ակնհայտորեն արձանագրվեց, որ լիցենզավորված շատ կազմակերպություններ, տնտեսվարողներ գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են ոչ պատշաճ, նույնիսկ ավելին, հաճախ նույնիսկ առանց համապատասխան ծառայության մատուցման տվյալ տրանսպորտային միջոցը մտցվում է գազաբալոնների շտեմարան որպես հետագա շահագործման ենթակա գազաբալոն, որի հետևանքով վերջին ժամանակներս տեղի ունեցան մի քանի պայթյուններ, չնայած պայթյունների վիճակագրությունը այնպիսին է, որ ակնհայտորեն խոսում է սույն կարգավորման գազաբալոնների պարբերական վկայագրման օգտին, քանի որ ես մի տեղեկություն հաղորդեմ, մինչև գազաբալոնների պարբերական վկայագրման ուրեմն կանոնակարգումը 2019-ից 21 թվականներին տեղի էր ունեցել գազաբալոնների 11 պայթյուն, իսկ 22-ից 25 թվականներին 10 պայթյուն։ Ճիշտ է, պայթյունների թվի տարբերությունը քիչ է, բայց պետք է նաև արձանագրել, որ եթե 2019-ից 22 թվականներին, 21 թվականներին Հայաստանում ուրեմն շահագործվում էր մոտ 350 տրանսպորտային միջոց, ապա արդեն երկրորդ ժամանակահատվածում 22-ից 25 թվականներին շահագործվում էր մոտ 190 տրանսպորտային միջոց ավել, քան նախորդ ժամանակաշրջանում, եւ այդ ավելացումը տրանսպորտային միջոցների, որը բնականաբար ավելացնում է նաեւ գազաբալոնային տրանսպորտային միջոցների թիվը, սակայն պայթյունների թիվը նվազել է եւ չի ավելացել։ Բայց ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ խիստ անհրաժեշտություն կա վերահսկողական լուրջ գործիքների մշակմանը, քանի որ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, որը քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է, իր գործունեության ընթացքում չէր կարողանում շատ դեպքերում հիմնավորել ոչ պատշաճ իրականացումը գազաբալոնների պարբերական վկայագրման, որովհետև պարբերական վկայագրումը դա գործողությունների համակարգ է, որի մեջ մտնում է գազաբալոնի նույնականացնում, գազաբալոնի արտաքին եւ ներքին զննում, գազաբալոնի կշռում, դրանից հետո գազաբալոնի հիդրավլիկ փորձարկում եւ նաեւ գազաբալոնի սնման համակարգի փորձարկում։ Եվ որպիսի գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ վերահսկողական մեխանիզմ, նոր գործիքակազմ ունենանք, ուրեմն նախարարությունը նախաձեռնեց այս փոփոխությունը, որը ուրեմն սահմանում է, որ գազաբալոնների պարբերական վկայագրման process-ը տեսանկարահանվում է եւ սահմանվել է ուրեմն նվազագույն ժամկետը, որ պետք է
պահպանվի արտադրական բազայում, դա 6 ամիսն է։ Ուրեմն այս կարգավորումը ուժի մեջ է մտնում մարտի վերջին եւ դրանից հետո ուրեմն տեսչական մարմնի կողմից ուսումնասիրությունների կամ ստուգումների ընթացքում, ինչպես նաեւ ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի կողմից կարող են պարտադիր ուսումնասիրվելու են վկայագրման process-ը, նրա ամբողջականությունը եւ դրա հետևանքով էլ սա մի գործիքակազմ է, որը հնարավորություն է ստեղծում տեսչական մարմնին ուսումնասիրության արդյունքում վարչական ուրեմն պատասխանատվության միջոցներ կիրառել ընդհանուր մինչև ուրեմն լիցենզիայի գործողության կասեցումը։